Հարգելի հետևորդներ, քանի որ այս 2025 թվականը կապ ունի 9 թվանշանի հետ, դա ցիկլն է, ցիկլի ավարտը, որը որ մաքրության տարի էր, ավարտի տարի է, որ ցիկլը պետք է ավարտենք արդեն 9 տարվա ցիկլը, այն ինչ մենք արել ենք, հասցնելով ավարտին։ Այստեղ կարևոր դասը այս տարվա կարող եմ ասել բաց թողնել այն, ինչ պետք է ձեզանից հեռանա, ազատվեք դրանցից, ինչ գնում է ձեզանից, չի աշխատում, կարող եք ավարտել դա եւ էներգիայի անկում դուք կարող եք հետագայում նկատեք, ոնց որ ձեզանից ինչ որ բան են խզում, խլում, տանում, ինչ որ այնպեսի տպավորություն կարող է ձեզ մոտ լինել, կարծես ձեր ոտքերի տակից փախնի հողը, տանը ջուր բաց ոնց որ թողնեն, հարաբերություններ կարող է խզվեն, այսպեսի դեպքեր կարող է լինի, ծանր կարող է լինի շատ բան, շատ դժվար լինի ձեզ համար, բաժանություններ թողեք, ազատվեք, թողեք թող գնան, ազատվեք այնպիսի մարդկանցից, ովքեր խանգարում են ձեր առաջ խաղացմանը, կարիերային, ֆինանսային հաջողություններին եւ այլը, որովհետեւ կարող են հեռանալ մոտ մարդիկ ձեզ, ընկերներ, ավարտվեն ինչ որ պրոյեկտներ, աշխատանքից շատ մարդիկ կարող է ազատվեն, ավարտվում, հենց այդպես էլ կոչվում է 9 ավարտում եւ սկիզբ։ Պարգևի պես բան է, ինչ որ գնում է եւ նորն է գալիս ձեր կյանք եւ այստեղ կարևորը այն է, որպեսզի դուք կարողանաք միավորել ձեր նյութական ու հոգեվոր արժեքները։ Դուք սպառող կարող եք լինել, տվող կարող եք լինել, ինչին հասել եք այս 9 տարիներին, դուք ձեզ հարց տվեք, արդյոք դուք գոհ եք ձեզանից, ձեր շրջապատից, այն մարդիկ, որ ձեզ շրջապատել են, սիրելին, որ ձեր կողքը եղել է եւ այլը, խորացեք ձեր մեջ, հոգեվոր ինչ-որ պրակտիկաներ կարող եք անել, եկեղեցի գնալ, հոգեվոր ուսուցում ստանալ, կամ գտնել հոգեվոր լավ ուսուցիչներ, գիտելիքներ ձեռք բերել, պահեք, յոգայով զբաղվեք եւ մեդիտացիայի պրակտիկաներ արեք, դրանք կօգնեն ձեզ։ Այսքան։